Գիտեք, այսօրվա խոսքը անվանել եմ քեզ ինչ։ Ասա քեզ ինչ։ Հիմա կասես, ես ինչի մասին է այսօրվա քարոզը։ Հա, քեզ ինչ։ Երբեմն մեկ-մեկ պետք է սովորենք ասել քեզ ինչ։ Սա աստվածաշնչյան խոսք է։ Մի պատմություն եմ ուզում կարդամ, Ծննդոց 3:1։ Եվ օձը ավելի խորամանկ էր, քան դաշտի բոլոր գազանները, եւ Տեր Աստվածը ստեղծել էր, եւ կնոջը ասեց. Իրավ, Աստված ասեց, որ պարտեզի ոչ մի ծառիցը չուտեք, եւ կինը ասեց օձին. Պարտեզի ծառի պտղիցը ուտում ենք, բայց այն ծառի պտղիցը, որ պարտեզի մեջ է, մեջտեղն է, Աստված ասեց. մի ուտեք նրանից եւ նրան մի դիպչեք, որ չմեռնեք։ Եվ օձը կնոջը ասաց. բնավ չեք մեռնի, այլ Աստված գիտի, թե այն օրը, որ նրանից ուտեք, ձեր աչքերը կբացվի եւ Աստծո պես կլինեք, բարին եւ չարը գիտեցող։ Ասում եմ, ինչ հետաքրքիր պատմություն է, իրականություն է, եղելություն է։ Գիտես, օձը եկել էր ու Եվայի հետ խոսում էր, կնոջ հետ խոսում էր։ Ու ասում էր, իրավ Աստված ասեց, որ չուտեք։ Չէ ասեց, կերեք, ամեն ծառից էլ կերեք, բայց միայն այս մի ծառից մի կերեք։ Մենակ այս ծառի պտղից մի կերեք, մնացած բոլոր այդ նույն ծառերից կար ընդեղ, այդ նույն պտուղներից էլի կար ընդեղ, ամեն ինչից կարաս օգտվես, բայց այս մեկից չուտեք, որ օրը ուտեք, այդ օրը պետք է մեռնեք։ Գիտես, ես տեսնում եմ, շատ նման է, ոնց որ երկու կին, օձն ու Եվան, կոֆե խմելուց լինեն ու իրար հետ զրուցելուց լինեն։ Ու իրար հետ զրուցում են ու ասում են, հետո ամուսինը տուր գնաց, գործի է գնաց է, հետո ինչ եք անում, ձեր ընտանիքում ինչ կա, ձեր գործերի մեջ ինչ կա, գիտես, խոսում են, շատ լավ, ադդուշի, հա հայրեն ասաց։ Հետո տեսնում ես այդ լուրերը գնաց, փռած, հասավ ինչ-որ միտեղ, հետո ամուսինը զարմացած գալիս է տուն, ասում է, որտեղից գիտեին այս բանի մասին։ Գիտես, հետաքրքիր է, որ ինքը նստեց խոսած, բայց հետաքրքիր է, որ Աստված Եվային չէր ասել, այ Ադամին էր ասել։ Ինչ որ ասել էր, Ադամը փոխացել էր Եվային, որ Եվան իրանց ընտանեկան գաղտնիքը պահի։ Եվան պետք է ընտանեկան օջախի գաղտնիքը պահի, որովհետև օջախի պատասխանատվությունը Աստված դնում է կնոջ վրա, ըստ Աստվածաշնչի։ Ու գիտեք 15 խոսքն եմ ուզում կարդամ։ Եվ Եհովա Աստվածը առավ մարդը եւ դրավ Եդեմի պարտեզը, մի գլուխ հետ են գնում 2:15, որ նրան մշակե եւ պահե։ Հետաքրքիր է, չէ՞։ Երկրագնդի վրա կան ընդամենը մի հատ Ադամ ու մի հատ Եվա։ Ու Աստված դնում է Եդեմի պարտեզի մեջտեղը ու ասում է. մշակի Եդեմի պարտեզը։ Այդ դրախտը, որ քեզ տվել եմ, ծաղկացրու, մշակի։ Միգուցե Աստված ուզում էր ամբողջ երկրագունդը Ադամը սարքեր դրախտ։ Եվ հետաքրքիր է ասում է պահի։ Հեչ հարց չի առաջանում, ինչի է Աստված ասում պահի։ Ով կար երկրագնդի վրա, ոչ Չինգիզ խանը կար, ոչ Հիտլերը կար։ Ումից պահի։ Օձը սողոսկեց, եկավ ու քանդեց այդ դրախտը։ Վռնդվեցին այդ դրախտից, այն ինչ որ ունեին կորցրեցին։ Գիտես, երբեմն մենք մեր սեփական հոժարությամբ, մեր շուրթերով սկսում ենք մեր ունեցվածքի մասին խոսալ ու տալ օձի ձեռը։ Գիտես, կորցրեցին այն իշխանությունը, որ Աստված տվել էր իրանց, իսկ օձի ինչին էր պետք իշխանություն, հետաքրքիր է։ Օձը մի ժամանակ երկնքում էր, դեռ օձ չէր։ Շատ գեղեցիկ էր։
հանգարց հպարտացավ, կորցրեց իր իշխանությունը եւ վայր ընկավ։ Ինքը ոչ մեկն էր, իրան պետք էր մեկի իշխանությունը, որ ինքը կարողանար վերցնել եւ գործածել։ Քանի որ երկիրը պետք է Ադամը պահեր իր իշխանությունը, օգտագործեր, չօգտագործեց, ոնց ասեց ես ավելի լավ կօգտագործեմ, այսօր տեսնում ենք ինչ է կատարվում։ Երեք նայում եմ Սուդանում մարդկանց սաղ թաղում են, կախում են, կրակում են, սպանում են, վառում են, զուտ նրա համար, որ Քրիստոսին են հավատում։ Զուտ նրա համար, իրանց հավատքի համար։ Մի հատ կազախ աղջիկ էր խոսում, ասում է, գիտեք, ես բարեկամներիս օրեցօր կորցնում եմ, ու գիտեք ինչի համար, որ հավատում եմ Քրիստոսին։ Իրանք ասում են, ում ուզում էիր հավատայր, ինչ ուզում էիր անեիր, ով ուզում էիր դառնայր, մենակ թե Քրիստոսին ինչ հավատայր, ասում է, իսկ ինչի է մեր բարեկամներին այդքան ցավացնում, որ մենք Քրիստոսին ենք հավատում, որ մենք գտել ենք կյանքը, որ մենք գտել ենք լույսը, գտել ենք հույսը։ Գիտեք, մտածում եմ, ասում եմ, ինչ լավ կլներ, որ այս մարդիկ կարանային պահեին։ Այսօր բոլորս դրախտում կապրեինք։ Պատկերացնում եք։ Այսօր բոլորս չէինք աշխատի, չէինք քրտնի, ցավ չէինք քաշի, չէինք հիվանդանա, չէինք մեռնի, այդ ամենը մեր ձեռով հանձնեցինք անօրենին, պատկերացնում եք։ Հիմա Աստված քեզ մի փուճուրիկ դրախտ է տվել, քո ընտանիքը, քո եկեղեցին, քո քաղաքը, քո աշխատատեղը, ու ասում է մշակի, ու ասում է պահի։ Գիտես, մենք սկսում ենք պահել մեր միտքը առաջի հերթին։ Եթե Աստված ասել է, ուրեմն պետք չի։ Եթե ասել է մահով կմահանաս, ուրեմն պետք չի։ Անպայման ուտեմ տենամ կմահանամ, թե չէ։ Եթե ասում են տոկին ձեր տաս, տոկը կխփի, անպայման չի ձեր տամ նոր տոկը խփի, նոր ասեմ, հա, էլի խփեց մեռա։ Ճիշտ էին ասում, բայց արդեն ուշ է։ Ամեն ինչ չի, որ պետքա փորձենք, նոր հավատանք։ Ամեն։ Մենք հավատում ենք ու քայլում ենք այդպես ըստ Աստծո խոսքի հավատալով։ Այսօր մեր դրախտը մենք մեր ձեռով քանդում ենք։ Մեր ընտանիքի հարցերը կարանք հանենք նապակաս։ Այս մանավանդ Instagram-ը, Facebook-ը, հա, հատնակլասնիկը, ով ինչ ուտում է, մի հատ նկարում անդեղ է հայտնվում։ Այն չտեսի պես, հա, դե կեր վայելի էլի։ Աստված տվել է անուշ ելնի։ Ինչ պարտադիր է հարևանները, տունկերուհիները իմանալ ինչ ես ուտում։ Այտենց հա թետես չի։ Գիտես, երբեմն մենք վերցնում ենք ու տալիս ենք անօրենի ձեռքերի մեջ այդ ամեն ինչը, սկսում ենք իր հետ մտել խոսակցության մեջ, սկսում ենք, ես ասեմ քեզ, ամեն դեպքում դու պարտվեցիր, եթե դու սկսում ես փորձես իրան հաղթես, դու չես կարա, ինքը 6000 տարվա փորձ ունի, ինքը արդեն պարտված է Քրիստոսի շնորհիվ, ու մենք հաղթում ենք միմիայն Քրիստոսի շնորհիվ, իր խոսքի շնորհիվ, երբ հնազանդության միջոցով, երբ որ մենք իր հետ չենք մտնում երկխոսության մեջ, կոֆե խմելու, խոսալու, մեր ընտանիքի գաղտնիքները բացելու, այդ իրանց ընտանիքի գաղտնիքներ, համաձայն եք, թե չէ։ Սամսոնն էլ բացեց իր գաղտնիքը, ուր հասավ։ Շատ տխուր իրավիճակում հայտնվեց։ Գիտես, ես այնքան ասում եմ, լավ է, որ Հիսուս Քրիստոսը կարում է մարդկանց ասի քեզ ինչ։ Պետրոսը երիտասարդ տղա էր։ Հիսուսն եկավ ասեց, սիրում ես ինձ, Պետրոս։ Պետրոսն ասեց, հա, դու գիտես, որ քեզ սիրում եմ։ Դե ասեց, արածացրու ոչխարներիս։ Գիտես, ոնց որ թե Պետրոսը չհասկացավ ինչ էր ուզում ասեր։ Հետո նորից եկավ ասեց, Պետրոս, դու ինձ սիրում ես։ Ասում է, երևի չլսեց, որ ասեցի սիրում եմ։ Ասում է, հա, իհարկե սիրում եմ։ Ասում է, դե արածացրու ոչխարներիս։ Պետրոսը նորից երևի թե իր սուրճն էր շարունակում խմել, Հիսուս ասեց, Պետրոս, դու ինձ սիրում ես։ Գրված է Պետրոսը մի քիչ նեղվեց, ասեց, իհարկե սիրում եմ, դու գիտես։ Յանում ինչի ես հարց տալի, դու ամեն բան գիտես։ Եկեք կարդանք այդ տեղը։ Հովհաննեսի 21:15։ Երբ որ ճաշեցին, Հիսուս ասաց, Սիմոն Պետրոս, Հովնանի որդի, սիրում ես ինձ։ Դրանցից ավելի,
Նրանց ասեց. այո Տեր, դու գիտես, որ ես սիրում եմ քեզ։ Նրան ասաց. արածացրու իմ գառներին։ Եթե սիրում ես, կծառայես մարդկանց։ Եթե սիրում ես, գործ կանես իմ համար։ Եթե սիրում ես, դու չես կարող առանց ծառայության նստես։ Մի ուրիշ խոսքերով ասած, 21 խոսքը, Պետրոսը, մինչև 21 խոսքը Հիսուսը այսպիսի բան ասում, եթե ծառայես ինձ, այս պրոբլեմները կունենաս։ Հիմա ուր ուզում ես գնում ես, գոտիդ կապում ես, լավ ես անում, կգա ժամանակ, որ քո գոտին էլ դու չես կապի եւ ուր չես ուզում, քեզ այնտեղ կտանեն, ու ասма դա ասեց, ինչ մահով պետք է փառավորեր Աստծուն։ Ոնց է մահանալու ինքը։ Գիտես, Պետրոսն էլ Հովանեսին տեսնելով, այ 21 խոսքը, Պետրոսը սրան տեսնելով, Հիսուսին ասեց. Տեր, բա սա ինչ։ Լավ, ես իմացա ոնց եմ մեռնելու, բա էսրա հետ ոնց ալնելու, այն քո սիրած աշակերտ, այն որ գլուխը դոշի տա դնում, այն որ ինքը քեզանից այն կողմ չի եթում։ Հիսուսը նրան ասեց. եթե ես կամենում եմ, որ դա կենա, մինչև ես գամ, քեզ ինչ։ Ասա, քեզ ինչ։ Ինչ ես քիթդ խոթում ուրիշի գործերի մեջ։ Քեզ ինչ, եթե ես կամենում եմ, որ սա կենա, քեզ ինչ, որ ասեցի, ոնց ես դու մեռնելու, քո ինչ գործնա, ուրիշին ինչ ծրագիր ունեմ ու պլաններ ունեմ, ուրիշի համար ինչ նպատակներ ունեմ, քեզ ինչ։ Գիտես, եթե կարանար Ադամը, եթե կարանար Եվան օծին ասեր, քեզ ինչ, Աստված ինչ խոսք է տվել իմ ընտանիքի համար։ Այ օծ, գնա քո խոտը կեր, գնա քո ծակը մտի, քեզ ինչ, Աստված ինձ ինչ ասե, քեզ ինչ, ես որից կուտեմ, որից չեմ ուտի, քեզ ինչ, ես կմեռնեմ, թե չեմ մեռնի, քեզ ինչ, ինքան բացակայում էր դրախտում այս երկու բառը, շատ կարճ բառը, քեզ ինչ։ Ինքան դուրս գալիս է, որ Հիսուսը Պետրոսին ասում է, քեզ ինչ, քո գործով զբաղվի։ Դու ինչ խոսք ունես Աստծուց, դու ինչ նպատակ ունես Աստծուց, ինչի համար Աստված քեզ կանչե Պետրոս, դու դրանով զբաղվի։ Քեզ ասեցի գառներին արածացրու, գնա քո հովվությունը արա, գնա մարդկանց հավաքի, գնա մարդկանց ծանոթացրու Քրիստոսի հետ, այն խոսքերի հետ, որ Աստված երկնքից ուղարկել է։ Քեզ ինչ։ Չէ, այտենց հա տես չի։ Նամանավանդ մենք հայերս սիրում ենք հետաքրքրենք։ Հələ տեսե, Դուբայ հասավ, սրան փող որդուց։ Արդեն սկսում ենք բոլոր հնարավոր տարբերակները մտածել, փող որդուց աճարես, բարդ որ գնացել է Դուբայ։ Հիմա Աստվածաշունչը ինձ քեզ ասում է, քեզ ինչ։ Գիտես, եթե կարանար Եվան ասեր, քեզ ինչ, Աստված ինձ ինչ ասե։ Աստված մեզ դրախտ է տվել, օծ, նախանձում ես, ես իմ դրախտ ունեմ, դրախտը կորցրեցին, քրտնքով աշխատեցին, ցավով ծննդաբերեցին, պետք էր իրանց։ Ես ու դու էլ այսօր Աստծուց ունենք խոստմունքներ, ունենք դրախտ, ինչ որ միտեղ, ինչ որ ամեն մեկից մի փոքր բան Աստված վստահել է ու ասում է պահի քո դրախտը, ծաղկացրու քո դրախտը, ես քո դրախտի մեջ կհանդիպեմ քեզ, բայց չգիտես ինչի դրախտի մեջ Աստծո փոխարեն սատանայի հետ նստում ենք զրույցի։ Հələ նայեք ձեր օրը, ձեր առօրյան, հələ նայեք ձեր մտքերը, ձեր զրույցները ու կտեսնեք շատ ժամանակ երևի այդ օծին կտեսնեք այդտեղ ինքը մեկ ներկայ է լինում այն ամեն ինչին այդպես է թե այդպես չի գիտես Աստված երկրագնդում ամենալավ տեղը դրեց Ադամին ու Եվային դրանից լավ տեղ չկար երկրագնդի վրա ժողովուրդ Իզարմանս ինձ ու քեզ, այսօր ես ու դու էլ գտնվում ենք ամենալավ տեղում։
Ամենալավ տեղը դա քո ընտանիքն է, ամենալավ տեղը դա քո քաղաքն է, ամենալավ տեղը քո եկեղեցին է, ամենալավ տեղում Աստված քեզ դրե, հավատում ես։ Ու Աստված եկել այսօր այստեղ քո հետ հանդիպելու։ Հիմա ինքը ստեղ է։ Եկել է քո հետ հանդիպելու։ Հələ փորձի քեզ բռնացնես, մտքերդ որտեղ է թափառում։ Ում հետ ես հիմա զրուցում։ Ում հետ ես կռիվ տալի։ Չեմ ուզի ժամանակը դիզուր վատնես, անօրենի հետ շփվելով։ Թեև դրախտում, բայց օծի հետ զրուցես։ Աստծո հետ շփվի դրախտում։ Ամեն։ Առաջի Պետրոսը շատ լավ ասում։ Առաջի Պետրոս 4:10 Ամեն մեկդ ինչպես որ շնորհք է ընդունել, այն իրար մատակարարեցեք, ինչպես Աստծո կերպ շնորհած լավ տնտեսներ։ Աստված ասում է ամեն մեկից շնորհք է տվել։ Պետրոսն ասում Աստծո մասին։ Ինչպես որ շնորհք եք ընդունել, մեկդ մյուսին այդպես ծառայեք։ Լիլիթը այստեղ էր ծառայում։ Մի մասը փառաբանության մեջ էր ծառայում, մի մասը նվագում էր, մի մասը երգում էր, հա, մի մասը նկարահանում, մի մասը կարգուկանոնի մեջ է, մի մասը հիմա այնտեղ մանուկների հետ ազբաղվում, որ մեզ չխանգարեն կարողանանք Տիրոջ խոսքը լսենք։ Ով ինչ շնորհ ստացել է, դրանով իրար ծառայեք։ Աստծո պատվերն է։ Բայց քարոզել չգիտեմ։ Փառք Աստծո չգիտես ոչինչ։ Միգուցե դու աման լվանալ գիտես։ Միգուցե պոլերը ալվել գիտես։ Միգուցե պատը ներկել գիտես։ Միգուցե ժպտալ գիտես։ Միգուցե շատ լավ հյուրասիրություն անել գիտես։ Լավ կերակուր պատրաստել գիտես։ Միգուցե կարել գիտես։ Միգուցե մխիթարել գիտես։ Միգուցե մարդու կողքը նստել գիտես ու լսել գիտես։ Ամեն մեկս մի շնորհ ունի Աստծոց։ Ասում է ով ինչ ստացել է, դրանով իրար ծառայեք։ Ում ծառայեք։ Մի բաժակ ջուր տվիր, ասում է վարձքը չես կորցնի աշակերտի անունով։ Ամեն։ Ում տվիր ջուրը։ Չոր մեկին աշակերտին, ով որ սիրում է Հիսուսին, չէ։ Եթե մի բաժակի վարձքը չես կորցնի, ինչքան բան ունես անելու, պատկերացրու։ Ինքան ուժեղ է, մի հատ եմ ուզում, ամեն մեկդ ինչպես շնորհք է ընդունել։ Մենք շնորհ ենք ընդունել։ Դա մենք վերցրել ենք, դա մեզ տրվել է։ Այն իրար մատակարարեցեք, ինչպես Աստծո կերպ շնորհած լավ տնտեսներ, լավ մատակարարի, լավը արա, ամենալավագույնը արա։ Կարում ես ժպտաս մարդկանց, ժպտա։ Կարում ես ուրախացնես, ուրախացրու։ Կարում ես ինչ-որ մեկի հոգսը թեթևացնես, թեթևացրու։ Արևի քարոզով է հիշում։ Մի քիչ շատ ազնիվ չեղաք, բայց ոչինչ։ Ես ընդհանրապես ասում ենք 100%, ես գիտեմ 100%, 120% բոլորդ հիշում եք այդ քարոզը։ Ու շատ հարցականներ ունեք։ Առաջի հարցականը գիտեք որն է, բաով է։ Եթե Հիսուսը հիմա հենց այստեղ մարմնով կանգնած լիներ, կասեր քեզ ինչ։ Համաձայնեք թե չէ։ Շատ լավ, եկեք ծառայենք նրանով, ինչի մեջ կանչված ենք եւ ինչ ունենք։ Ամեն։ Ինչ կարաս այսօր անես, էդ էլ արա։ Լավ էր զոհաբերության խոսքը, ասեցի ժամանակ ունեմ, բայց ինչ որ մեկը անծանոթ ուրիշ քաղաքից նույն չափ գումար օրհնեց այդ ծառայությանը։ Զարմանալի է, չէ՞։ Աստծո ձեռը չի կարճացել որ օգնի։ Բայց մենք գնում ենք ու օծի հետ կոֆե ենք խմում։ Զրուցում ենք։ Միտեղ եմ ուզում կարդամ շատ ուժեղ տեղ է։ 15 խոսքը։
Ձեզանից մեկը չչարչարվի ինչպես մարդասպան կամ գող կամ չարագործ կամ ինչպես ուրիշի բանին խառնվող։ Մի քիչ ներքևային խոսքից։ Ասում է ինչպես քրիստոնյաներ ուրիշի բանին մի խառնվեք։ Ուրիշի ընտանիքը կոպիտ ասած քիթներդ մի խոթեք։ Ամեն։ Այնքան տհաճ է, այնքան գռեհիկ է, երբ որ մարդը գալիս է ասում ես որտեղ ես աշխատում։ Մի քիչ քաշվելով կամ կաշկանդվելով ասում է, հետո ասում ես բեշկան փող ես ստանում։ Քիչ ամնում ասես բա որ ստանում ես որտեղ ես ծախսում։ Գիտեք մտնում ենք այն տեղերը, որտեղ որ պետք է չմտնենք ընդհանրապես։ Միգուցե մարդուն տհաճ է։ Միգուցե էթիկայի ոչ մի կանոններին չի համապատասխանում մեր հարցերը։ Մենք էլ սովորենք ասենք քեզ ինչ։ Քեզ ինչ։ Ամեն։ Ես փողը ստացա, չստացա, որտեղ ծախսեցի։ Եթե հարցնում ես աղոթելու համար Աստծուց մղում ունես, դա նորմալ է, գիտես, եթե սրտացավ ես ու աղոթելու համար ես հարցնում, որ ինչով օգնես մարդուն, բայց եթե հետաքրքրասիրությունով ես տարված, որ մարդուն իշխանությունը գողանաս կամ օրհնությունը գողանաս կամ կորցնի ինքը իր խաղաղությունը, դրախտը, ամուսինը կատաղած մտնի ասի, ում ինչ ես ասե, արդեն հասել է իրան, այս երկրագունդը փոքր է, դա նորմալ չի, ամեն, այստեղ վերջի խոսքը ասում է ուրիշի բանին խառնվող, եկեք մի քիչ մեզ սովորենք սանձել, հետ պահել այդ ուրիշի բանին խառնվելը, հա, եթե մեկը չի խնդրում, որ դու իրան այդ հարցի մեջ օգնես, աշխատի չմտնես այդտեղ, հա, դա ինձ ու քեզ ապահովություն է, եթե չեն հարցրել մի պատասխանի կոպիտ ասած, Հովել մարգարեություն 2:7-ից կկարդամ, Զորավորների պես պիտի վազեն պատերազմի մարդկանց պես վեր պիտի ելնեն պարիսպների վրա եւ ամեն մարդ իր ճանապարհովը պիտի գնա եւ պիտի չփոխեն իրանց շավիղները Սա խոսում է Աստծո ժողովրդի մասին վերջին ժամանակների համար Գիտես ասում է ամեն Աստծո մարդ իր ճանապարհովը պիտի գնա եւ իր շավիղները չպիտի փոխի Գիտես եթե մեքենա ես վարում, մեքենայով քո շարքը փոխելու համար պետքա թարթիչը միացնես, մարգատը միացնես, որ տեղափոխվես մյուս շարք, որպեսզի հետևից եկողներն էլ իմանան, դեմից գնացողներն էլ իմանան, թե դու ինչ ես մտածում եւ ինչ գործողություն ես անում, որպեսզի ավտովթար չլինի։ Գիտես, այստեղ Աստծո խոսքը ասում ամեն մեկը իր ճանապարհով է գնում։ Երբեմն մենք մեր ծառայությունները կարանք թողենք ու խառնվենք ուրիշի ծառայությունների մեջ։ Ես կարամ շատ հանգիստ երկու բառ չեմ կարում նոտայով երգեմ ու ոչ մեկի չի վերաբերում, ոչ մեկիդ նամնյոք չեմ անում, դա ինձ է վերաբերում։ Ես ասեմ, արևը լավ չի երգում։ Այն մեկը հարցնողը լինի, մհեր, հլա արևի կեսի չափ երգի։ Մհեր հլա արևի արածը արա, նոր արևին քննադատի, հա։ Օ, Ելենա լավ չի աղոթում, հլը Ելենայի չափ աղոթի։ Հետո Ելենային քննադատի, հա։ Սուսիկը լավ չի նկարում։ Սուսիկի չափարի նստի այնտեղ տենամ բարձր տեղում սաղի ուշադրության կենտրոնում կարաս այդքան նկարես։ Գիտես։ Ասում ամեն մեկ իր ճանապարհով էր գնում։ Քեզ ինչ հաստված տվել, դա էլ պահանջելու է։ Դու դրա համար ես պատասխանատու։ Դու քո ծառայությունը, քո գործը թողած ուրիշի ծառայությունների մասին ես մտածում, թե դու ավելի լավ կանեիր։ Հաջորդ խոսքը, 8-րդ խոսքը։ Եվ մեկը իր ընկերին պիտի չհրե։ Այսինքն ոչ մեկին չի խանգարելու։ Ինչ ուժեղ մարգարեություն այսօր։ Ամեն մեկը իր ճանապարհովը պիտի գնա, եւ եթե զենքի վրա էլ ընկնի, պիտի չվնասվի։ Գիտես, այս վերջի խոսքը ուզում եմ մի քիչ ավելի բացեմ, եթե զենքի վրա էլ ընկնի, չի վնասվի։ Ես հասկանում եմ այստեղ այսպիսի բան, երբ որ դու քո կանչի մեջ ես, երբ որ դու այն տեղում ես, որտեղ Աստված քեզ դրել է, երբ որ դու սատանայի հետ դիսկուսիայի մեջ չես, հարցազրույցի մեջ չես, ելույթ չես ունենում, ուղի եթերները միացրած չի, ամբողջ աշխարհը քեզ չի լսում, թե ոնց է սատանայի հետ մտել հարցազրույցի մեջ, հա։
դու պաշտպանված ես լինում։ Եթե դու քո տեղում ես, Աստծո պաշտպանությունը քո վրա է։ Գիտեք, երբ որ գնում ես Արարատ, տենում ես սենց այն լույսերի ստորբեքը, ասենց ասեմ, տնկած ու ամեն մեկի վրա արագիլի բուն։ Արագիլն էլ մեջը։ Ամեն անգամ ինձ զարմացնում է, գիտեք, ոնց են իրան կարողանում այտենց գործեն, որ քամի շուրջ չի տալիս։ Դե ինքն է կարող է մի քիչ անհարմար քնի, շուր գա այս կողմից այն կողմ, այն կողմից այն կողմ, շուրը վերևից ընկնի, որ ընկնի քսատկի չէ, շատ բարձր է։ Աստված ինչ շնորհ է տվել այդ արագիլներին, որ իրան կարան այդ ուղիղ սենց ստորբի վրա ոչ մի բան չկա բռնելու, իրան կարան նենց գործեն, որ ամուր բուն լինի։ Ու գիտեք ինչ եմ մտածում։ Այդ ձագերը, որ ծնվում են այդ բնի մեջ, իրանց համար դա ամենաապահով տեղն է, որ ոչ մեկ չի կարող այդքան բարձրանա, որ իրանց վնասի։ Գիտես, բայց եթե այդ ձագը բնից դուրս է գտնվում, մեքենաներն է կարան լղջեն, մարդիկ էլ կարան ձեր տան, կարան սպանեն, կատուները, շները, համաձայն եք թե չէ։ Բա այդ իրա ապահով տեղից երբ որ դուրս եկավ, ինքը վնասվում է։ Հիմա մեզ Աստված ամեն մեկից տվել է ապահով տեղ, ամեն մեկից տվել է ծառայություն, ամեն մեկից տվել է շնորհ, ամեն մեկս անելու բան ունենք։ Երբ որ մենք մեր դրախտից դուրս ենք գալիս, վտանգավոր գոտում ենք հայտնվում։ Գիտեք, էլ արագիլի մաման չի կարում իր ձագին պաշտպանի, որովհետև ինքը հայտնվել է բնից դուրս։ Երբեմն մենք թույլ ենք տալիս հայտնվենք բնից դուրս։ Մեր սահմանները անցնում ենք ու Աստծո պաշտպանությունը մեր վրայից գնում է կոպիտ ասած։ Այդ մենք քիթերս խոթում ենք ուրիշ բաների մեջ։ Այստեղ եք թե այստեղ չեք։ Եկեք զգուշանանք, ուշադրություն դարձնենք մեր քրիստոնեական կյանքին։ Գիտեք, ես չեմ ուզում ձևական քրիստոնեություն կրենք, ես ուզում եմ իրական քրիստոնյաներ լինենք։ Մեր վրա աշխատենք, ես կատարյալ չեմ, դու կատարյալ չես, ոչ մեկս կատարյալ չենք, բայց ամեն մեկս կարանք օր-օրի ինչ-որ մի բան մեր կյանքում փոխենք, օր-օրի ինչ-որ մի բան կառուցենք, երեք չենք ներում, այսօր ներում ենք, երեք անիծում ենք, այսօր օրհնում ենք, հա? Եկեք օր-օրի վրա մի բան փոխենք մեր կյանքում, ստեղ շատ լավ է ասում, Ասում եթե զենքի վրա էլ ընկնես չես վնասվի։ Եթե Աստծո դրած տեղում ես գտնվում, Աստծո իշխանության տակ ես, Աստծո պաշտպանության տակ ես։ Բայց երբ որ դու լքում ես քո սահմանները, գալիս է անօրենը ու քեզ խաբում է, որպեսզի քո իշխանությունը քո ձեռից վերցնի։ Հետո ասում ենք, բա ինչի սենց եղավ։ Բա որն էր իմ մեղքը, առանց հասկանալու, որ արդեն մեղք էր, որ իր հետ նստած խոսում էինք ու մեր ընտանիքի գաղտնիքները բացում էինք։ Մի աղջիկ եմ հիշում, երբ որ մենք սովորում էինք միսիոներական դպրոցում ու ինքը այնքան ոգևորված ուրախացած ասեց ես գնալու եմ Հնդկաստան միսիոներության ու բոլոր դասարանը սկսեց ծիծաղալ իր վրա Հնդկաստան ու գիտեք կոտրվեց ինքը։ Ինչ որ Աստված քեզ ասել է, միգուցե պետք չի ասես այն մարդկանց մոտ, ովքեր չեն գնահատում Աստծո հայտնությունները քո կյանքում։ Միգուցե այն մարդիկ կտորորեն քո հայտնությունները, միգուցե կգցեն քեզ Աստծո ծրագրերից ու նպատակներից։ Գիտես, այստեղ ասում է պարիսպների վրայով կվազեն, որ մի քիչ ներքև կարդակես գլուխը հրաշալի է, տունը կարդացեք, ասում է դռներից կմտնեն, լուսամուտներից կմտնեն։ Այսօր այս կամերաները, որ դրած է, սրանք դռներից ու լուսամուտներից մտնելու միջոցներ են, մարդիկ իրանց տներում լսում են Աստծո խոսք։ Այսօր մենք ստեղ ենք, բայց մարդկանց տներում ենք։ Այսօր մենք ստեղ ենք, բայց մարդկանց ականջների մեջ, հա, նավիշնիկներով դրած լսում են ճանապարհներին։ Ոսմա ոչ մեկին չի խանգարի, սիրելիս։ Ուզում եմ, երբ որ գալիս ես Աստծո տուն, գալիս ես քո տուն, ոչ մեկին մի խանգարի։ Գիտես, Աստված քեզ դրախտ է տվել, որ պահես, պահի քո դրախտը, մշակի քո դրախտը։ Մի անգամ խոսում էի մեկի հետ, ասում եմ, ձեր մոտ գլխաշորերը չեն կապում, գիտեք, ձեր մոտ ճիշտ չի, ասում եմ, սիրելիս, որ դու գլխաշորը կապում ես ու քո ընտանիքի գաղտնիքը բացում ես, քո գլուխը ամոթով ես անում, քանի կոպեկ արժի։
Ասում է գլուխը ծածկ պահի, քո ընտանիքի գաղտնիքը ծածկի, քո ընտանիքը շինի, կառուցի, ծաղկացրու, դրախտ սարքի։ Գիտես, Աստծո խոսքը հենց այնպես ձևի համար չի գրված, կամ իմաստություն ավելացնելու, այ ապրելու համար է գրված, որ ես ու դու ապրենք այս խոսքով, որ այս խոսքը իրական դառնա մեր կյանքում, որ այս խոսքը կյանք դառնա մեզանում։ Ամեն։ Դրա համար ուզում եմ, որ ոտքի հելնես, ինչ-որ բան ստացար, շատ կարևոր է, որ մենք էլ սովորենք երբեմն Հիսուս Քրիստոսի պես ասել, քեզ ինչ, ես ինչ ծրագրեր ունեմ, ինչ պլաններ ունեմ քո կողքի նստածի համար, քեզ ինչ որ վստահել եմ դա արա լավագույն ձևով, դա արա ինչ որ ձեռիցդ գալիս է, արա այն ինչ որ կարողանում ես անել Տիրոջ համար։ Հայր Հիսուս Քրիստոս շնորհակալություն ու գոհություն ենք հայտնում այսօրվա օրվա համար։ Այս խոսքի համար, որ դու տվել ես Տեր, որ այս խոսքը մեզ բարձրացնի, սովորացնի, կրթի Տեր, որ մեր ընտանիքի գաղտնիքները Տեր չբացենք ուրիշներին, հետո էլ ասենք, բա ինչի սենց եղավ Տեր։ Տուր մեզ այդ իմաստությունը Տեր, որ մեկս մյուսին բարձրացնող լինենք Տեր։ Քո խոսքը ասում է, որ մեկը ընկնի, եթե չլինի մյուսը ոնց կբարձրացնի նրան Տեր։ Երեք պատիկ թելը չի կտրվի, թող ամեն ընտանիք Տեր, ինչպես քեզ հետ միասին երեք պատիկ թել լինի Տեր, որ ամեն ընտանիքները լինեն պահված եւ պաշտպանված Տեր, որ ոչ մեկի քիթը ուրիշի ընտանիքի մեջ չխոթի Տեր, ամեն մեկը իր ընտանիքի գործերով զբաղվի, ամեն մեկը իր աշխատատեղում իր գործերով զբաղվի, ամեն մեկը եկեղեցում քո գործերով զբաղվի, օգնիր Տեր, ամեն մեկը իր ծառայության մեջ բարձրանա, զորանա Տեր, օգնիր մեզանից ամեն մեկին քո իմաստությամբ, գիտությամբ լցվենք Տեր եւ վարվենք քո ծրագրերով ու նպատակներով Տեր։ Շնորհակալություն ենք հայտնում, գոհություն ենք հայտնում փառքերի միակ Աստծուն։ Ողջ փառքը թող լինի քեզ Տեր։ Մենք էլ ապաշխարում ենք Տեր, եթե ինչ-որ մի բան արել ենք ու մեր պատճառով ինչ-որ մեկի ընտանիքը թուլացել է, մեր խոսքի կամ մեր գործի պատճառով ինչ-որ մեկի ընտանիքը ասել է բաժանության եզրում Տեր։ Խնդրում ենք Տեր, որ ողորմած Տեր եւ ներես մեզ Տեր եւ տաս նույն սխալը երկրորդ անգամ չկատարենք Տեր։ Օգնիր Տեր, մենք լինենք ընտանիքների ձեռքերը պնդացնող եւ բարձրացնող, ոչ թե թուլացնող։ Դու ես մեր միակ ճշմարիտ Աստվածը, դու ես մեր Թագավորը, դու ես մեր Սուրբը։ Եղիր փառավորված մեր կյանքում, մեր ընտանիքներում, մեր եկեղեցում եւ մեր քաղաքներում ու մեր աշխատատեղերում։ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով բոլորս ասեցինք ամեն, փառք Աստծուն։